Մարկոս 4:24 խոսքն եմ կարդալու, Մարկոս Ավետարանի 4 գլխի 24 խոսքը, եւ ասես նրանց. տեսեք ինչ եք լսում, ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի եւ կավելանա ձեզ լսողներիդ։ Ես ընդհանուր կոնտեքստից մենակ այս խոսքը կարդացի, որովհետև ինչի մասին որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, հենց այս չափելու մասին է, սիրելիներ, եւ մի փոքր այս ուղղությամբ ես ձեզ հետ կկիսվեմ իմ սրտի մեջ եղածը։ Տեսեք ինչ եք լսում, ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի եւ կավելանա ձեզ լսողներիդ։ Սա մի ճշմարտություն է, որից երկրի վրա ապրող ոչ մի մարդ չի կարալու արանքով անցնի սրա։ Սա կատարվելու է մարդու հետ։ Եվ գիտենք, սիրելիներ, որ երկրի վրա բոլոր ապրող մարդիկ, ինչքան որ Ադամից սկսած կա, ծնված, եկել են աշխարհ եւ գալու են եւ միջև վերջի մարդը, որ լինելու է երկրի վրա, բոլորը կանգնելու են Աստծո առաջ, բոլոր մարդիկ։ Եվ այս չափելու process-ը, այս մարդուն կշռելու process-ը բոլոր մարդկանց հետ տեղի է ունենալու։ Եվ ընդհանրապես մարդու մոտ sense մի հատ հատկություն կա իր ներսում Ադամից եկած, որ մարդը իր մասին լավ կարծիք ունի։ Ու մարդուն թվում է, որ ինքը լավն է։ Մարդուն թվում է, որ ինքը անկեղծ է, մարդուն թվում է, որ ինքը բարի է, մարդուն թվում է, որ ինքը լավն է, ճիշտ է։ Իր մասին մարդը այս կարծիքը ունի եւ մարդուն ներքն աշխարհում այդ բանը կա, որ մարդը մտածում է, որ ինքը գովասանքի արժանի է։ Եվ դրա համար խնջույքներում բանում որ կենաց են խմում ու այս ասենք ում ծնունդն է կամ ում առիթն է իր մասին երբ որ կենաց են խմում ասում են Աստված քո սրտով քեզ տա չէ այս մարդը իրան լավ ազգում յուղվում է ներսը այնց տրամադրությունը լավ առնում չմտածելով որ իրան նոր մի քիչ առաջ անիծեցին որովհետև եթե Աստված մարդուն իր սրտով իրան տա մարդու վերջը լավ չի լինի, բայց մարդը դրանից լավ ազգում, ինչի է ինքը լավ ազգում, ինչի չի այդ կենաց ասողին կանգնեցնում, ասում, մի րոպե, ես չես ասում, ես խի նոր ինձ անիծեցիր, չէ, ինքս շնորհակալություն է հայտնում, որ այդ ցանկության համար, այդ բանի համար, ի վերջո, մարդուն թվում է, թե ինքը լավն է, բայց իրականում սիրելիներ, այն ինչը որ ինձ է թվում, վերջում, երբ որ կանգնեմ Աստծո առաջ, ես չեմ կարող այդի բերեմ ներկայացնեմ Աստծուն, ասեմ Տեր Աստված, գիտես ինչ, ես միշտ մտածել եմ, որ ես սենցն եմ, խնդրում եմ այդ բանով էլ ինձ դատի, իմ հետ դու վարվի, այտենց չի լինելու։ Եվ չափազանց կարևոր է, որ մարդը հասկանա ու գիտակցի, տեսնի, որն է իրականությունը, որն է ճշմարտությունը։ Եվ մարդու աչքերը բացվեն, ի վերջո մարդը տեսնի այն, ինչը միջև այդ ինքը իր կյանքում չէր տեսել։ Այս ուղղությամբ սիրելիներ ես ուզում եմ մի երկու օրինակ բերել Աստվածաշնչից եւ այս օրինակների վրա մենք պարզ այս բաները կտեսնենք։ Դանիել մարգարեության մեջ գրված մի հատ պատմություն կա, որտեղ Բաղդասար թագավորը, քաղդեացիների թագավորը, սա գրված է 5-րդ գլխում Դանիել մարգարեության։ Ինքը գրված է, որ մեծ խնջույք է անում Եվ մեծ կայսրություն է լինում, եւ այդ կայսրության մեջից իր մեծամեծներից, այն գլխավորներից 1000 հոգու կանչում է այդ խնջույքին, պատկերացնում եք ինչ քանակության բան է եղել էդի 1000 հոգու կանչում է ու խնջույք անում, ի վերջո, երբ որ ինքը շատ խմում է, հետո որոշում է Իսրայելից Երուսաղեմի տաճարից բերած այդ անոթները, որ Նաբուգոդոնոսորը բերել էր, այդ անոթներով գինի խմի եւ ու իրան այդտեղ փառաբանում են, մեծարում են, դե պատկերացնում եք իր ամենամեծներից 1000 հոգի, այն ամենագլխավորները 1000 հոգի հավաքված են այդտեղ ու ինչ խնջույք է լինում ու ոնց են իրան մեծարում
ու մեկ էլ երբ որ այդ ամեն ինչի ժամանակ մեկ էլ տեսնում է իր աչքին երևում է մի հատ ձեռք, որ գալիս է եւ պատի վրա գրում ինչ որ բան։ Կանչում է իր բոլոր իմաստուններին, հմայողներին, բոլորին, ոչ մեկ չի հասկանում ինչա գրած, եւ վերջո Իրակինը իրան ասում է, որ Դանիելին բեր, Դանիելին բերում են եւ Դանիելը սկսում է մեկնել այդ գրվածը։ Ես ուզում եմ այդ հատվածը կարդամ։ 5-րդ գլխի 25 խոսքը։ Եվ Դանիելը ասում է. «Եվ այս է ան նկարված գրվածքը, մանե, թեքեղ ու պարսին։ Այս է խոսքի մեկնությունը, մանե, Աստված համարել է քո թագավորությունը եւ նրան վերջացրել։ Թեքեղ կշռվեցար կշիռքով եւ պակաս գտնվեցավ։ Փարես բաժանվեցավ քո թագավորությունը եւ տրվեցավ մարած եւ Պարսիս»։ Հիմա իրան թվում է, որ այս խնջույքը, այդ բանը ամեն ինչ խոսում էր նրա մասին, որ ամեն ինչ հիասքանչ է ու լավ է ու 1000 հոգի իրան մեծարում են եւ ինքը այդ բանի խնջույքի կենտրոնումը եւ ինքը գաղափար չունի, որ իրա մասին այդ բոլոր կենացները 1000 հոգին, որ խմում են իրա մորա, ինքը գաղափար չունի, որ իրա մասին լրիվ ուրիշ կարծիք կա։ Երկնքից գալիս է այդ կարծիքը եւ գալիս է այդ ձեռքը եւ սկսում է գրել. մանե թեքեղ ու Պարսիս, կշռվեցիր եւ պակաս գտնվեցիր։ Սա բավականին լուրջ բան է, սիրելիներ, մարդու համար, որովհետեւ այն օրը, որ ես կանգնեմ իր առաջ, ես ոչ մի բան չեմ կարալու բերեմ ինքս ինչ որ բացատրություններ, ինչ որ բաներ, իմ կարծիքը, իմ կողքինների կենացները, ես չեմ կարալու բերեմ, ներկայացնեմ իրան, ասեմ՝ Տեր, տես, այս ինչ կենացներ են խմել իմ մասին, գիտես ես ինչքան լավն եմ։ Ոչ։ Այն ձեռքը, որ գրեց Բաղդասար թագավորի համար, ինքը չէր սպասում այդ գրվածքին։ Ինքը իր մասին այդ կարծիքը չուներ, որ դու կշռվեցիր ու թեթև գտնվեցիր։ Նման մի հատ ուրիշ օրինակ, սիրելիներ, արդեն Աստվածնոր կտակարանից, երբ որ Հիսուսի երկու աշակերտներից Հովհաննեսն ու Հակոբոսը գալիս են Հիսուսի մոտ, այսինքն իրանց մոր հետ զրուցում են, իրանց մորը խնդրում են, որ գա, որ Հիսուսին խնդրի ինչ, որ Հիսուսի թագավորության ժամանակ մեկը աջ կողմը նստի, մյուսը ձախ կողմը։ Հիսուսը ուներ 12 աշակերտ։ Այս երկու աշակերտները իրանց ներսում չափել ձևել էին, կշռել էին, սաղին, սենց անցկացրել էին իրանց ներսի պրիզմայով ու հասկացել էին, որ երկու հոգի կա, որ կարա նստի մեկը Հիսուսի աջ կողմը, մյուսը ձախ կողմը, ու այդ երկու հոգին ովքեր են, հենց իրանք։ Ուրիշելով կարա տենց այդ բանին արժանանա։ Ու իրանց մորը ուղարկում են, որ գա, որպես ավելի մեծ տարիքով, որ Հիսուսին խնդրի, որ մեկը աջ կողմը նստի, մյուսը ձախ կողմը։ Սա գրված է Մատթեոս 20-րդ գլխի 20 խոսքում, 20-21 խոսքերում։ Մայրը գալիս է եւ ասում է՝ մի բան եմ խնդրում քեզ, Հիսուս ասում է՝ ասիր, եւ նա ասում է՝ թող իմ որդիներից մեկը քո աջ կողմը նստի քո թագավորությունում, մեկը քո ձախ կողմը։ Լավ։ Ղուկաս ավետարանում մի հատ ուրիշ պահ կա։ Ղուկաս ավետարանի 9-րդ գլխում գրված է, որ Հիսուսը ուղարկում է Հովհաննեսին ու Հակոբոսին, ուղարկում է մի հատ գյուղ, որ այնտեղ իր համար տեղ պատրաստեն, որ ինքը գնա այնտեղ։ Եվ Հովհաննեսն ու Հակոբոսը գնում են այնտեղ եւ իրանց այնտեղ չեն ընդունում։ Սուրբ Գիրքը նշած չի ոնց չեն ընդունում, բայց իրանց հոգեվիճակից հասկանում ենք, որ շատ վատ ձևով իրանց չեն ընդունում։ Եվ երբ որ իրանց չեն ընդունում, իրանք այդ բորբոքված հետ են գալիս եւ ինչ են խնդրում Հիսուսին։ Ղուկաս 9-րդ գլխի 54 խոսքում։ Ես ուզում եմ կարդամ այդ հատվածը։ Եվ նրա աշակերտները Հակոբոսը եւ Հովհաննեսը տեսան եւ ասեցին. Տեր, հələ ուշադիր լսենք։
կամենում ես, ասենք, կրակ իջնե երկնքից եւ նրանց սատկեցնե, ինչպես Երիանել արավ։ Հիմա իրանք առաջարկում են Հիսուսին ինչ։ Երկնքից կրակ իջեցնենք, իրանք տեսել են այդ բոլոր զորությունները, որ Հիսուսը արել է, իրանք տեսել են այդ հրաշքները, որ անգամ իրանց միջոցով է եղել, իրանք հասկանում են, որ դա հնարավոր է։ Եվ իրանք առաջարկում են զուտ նրա համար, որ այդ գյուղը իրանց չի ընդունե։ Կարող է մի քիչ կոպիտ ձևով, կարող անգամ ծեծել են ուղարկել են, չգիտեմ։ Բայց չեն ընդունել զուտ դրա համար երկնքից կրակ իջեցնենք եւ այդ մարդկանց սատկեցնենք։ Մեծ փոքր կապ չունի, հողին վառենք այդ գյուղը լրիվ։ Եվ ու իրանց ներսի այդ բարկությունը, իրանց ներսի այդ զգացողության անգամ հիմքը ունեն եւ այդ հիմքը իրանք բերում են Աստծո խոսքը, ինչպես Եղիանել արավ։ Այսինքն մեր բարկությունը ներքին որ կա, էսի ճիշտ բարկությունը։ Եղիանելը տենց արավ, բեր մենք էլ տենց անենք։ Եվ Հիսուսը իրանց ինչ ասում։ Դուք չգիտեք ինչ հոգու տերեք։ Դուք պատկերացնում եք Հովանեսն ու Հակոբոսը այս սրտով, մեկը Հիսուսի աջ կողմնա նստած, մեկը ձախ։ Երկիրը միակ մոխրագունդ էր լինելու։ Որտե ինչ լներ վառելու էին բոլորին։ Ու հետաքրքիր է, չէ, դուք չգիտեք ինչ հոգու տերեք։ Սա շատ կարևոր բան է, սիրելիներ, որ մարդու հետ այս բանը կատարվելու է, մարդը կանգնելու է Աստծո առաջ։ Եվ մարդը կարա ներկայացնի ինչ-որ բաներ, Տեր, քո անունովը էս արինք, են արինք, ինչ-որ բաներ է ասելու, դու մեր փողոցներում եկար, մենք սենց, մենք նենց, ինչ-որ բաներ է ներկայացնելու։ Բայց ինչ ցավալի խոսքեր, ես քեզ չեմ ճանաչում։ Եվ դրա համար, սիրելիներ, հավատքի կյանքը չափազանց կարևոր մի կյանք է։ Հավատքի կյանքը դա մարդու կյանքի ամենաճակատագրական եւ ամենակարևոր իրադարձությունն է, որ մարդու հետ ընդհանրապես երբևիցե կարա տեղի ունենա, երբ որ մարդը ներքուստ դառնում է Աստծուն, երբ որ մարդու հետ հրաշք է տեղի ունենում, երբ որ մարդու եւ Աստծո հարաբերությունը վերականգնվում է եւ մարդու մեջ գալիս է աստվածային բնությունը, սիրելիներ, եւ մարդը չափում է, բայց արդեն ուրիշ չափով։ Գիտեք, այս խոսքը, որ Տեր Հիսուսը ասում է, ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի եւ կավելանա ձեզ լսողներիդ վրա, ես գիտեք ինչի հետ եմ համեմատում այս խոսքը, բումերանգի։ Մարդը չափեց, ընդ որում պարտադիր չի բերանով, պարտադիր չի ինչ-որ ձև, իրա սրտի մեջ, ինչեր է տեղի ունենում ստեղ, ոչ մեկ չի տենում, բայց մարդը չափեց եւ իրա չափածը բումերանգի նման հետա գալու իրա վրա։ Եվ ուզի թե չուզի, սա այսպես տեղի է ունենալ։ Ես ուզում եմ մի բան ասեմ, սիրելիներ։ Տեր Հիսուսը եկել է աշխարհ, որ մենք ճանաչենք իրան։ Ճանաչենք իր սերն ու քաղցրությունը։ Ճանաչենք իր աստվածային էությունը։ Ճանաչենք Իրանը նենց ոնց որ ինքը կա եւ այդ ճանաչելը ուղակի ինֆորմացիա չի Հիսուսի մասին։ Սա նշանակում է դու հաղորդ ես լինում իր բնությանը։ Սա նշանակում է դու հաղորդ ես լինում իր աստվածային կյանքին եւ Աստծո ծրագիրը եւ Աստծո նպատակը քո կյանքում սա է, որ դու հաղորդ լինես իր բնությանը։ Որովհետև իմ մարդկային բնությունը խափեփայ է, սուտ է, ինքը կեղծավոր է, ինքը ինքնահավան է։ Իմ մարդկային էությունը ինձ ասում է, գիտես, դու լավն ես, քեզ չեն սիրում, բայց դու լավն ես։ Քո հանդեպ սենց վարվեցին, դա իրանք են մեղավոր, որ քո հանդեպ սենց վարվեցին, դու լավն ես։
Բայց երբ որ մենք հրաժարվում ենք այդ խաբկանքից, մենք մեզ արդարացնելուց, Աստված քո սրտի համեմատ քեզ տա, վայ, ես ինչ լավ բան ասեցիր, իսկականից թող տենց, չէ։ Երբ որ մենք հասկանում ենք, որ երկրի վրա մենակ մեկը կա, որի կյանքին հաղորդ լինելու կարիք ունեմ ես, դա Հիսուսն է, եւ այդ կյանքը գալով իմ մեջ, իմ ներքն աշխարհը փոխվում է եւ փոխվում է իմ չափման միավորը։ Ես սկսում եմ ուրիշ ձև չափել։ Իմ ներսից ինչ որ պարագաներում իմ հետ վատ են վարվել, իմ հետ սխալ են վարվել, իմ հետ կոպիտ են վարվել, ինձ նեղացրել են, լեռան քարոզը այդ ամեն ինչը ասում է, բայց ինքը չի ասում, որ դու այդ մարդու մարդկային էությամբ պետք է անես։ Այդտեղ խոսում է նրա մասին, որ մենք հաղորդ լինելով Աստվածային բնությանը, Քրիստոսի էությունն է սկսում մեր մեջից արտահայտվել։ Եվ ես սկսում եմ իմ կյանքում սկսում է բաներ կատարվել, որ միլիարդավոր մարդկանց մեջ չի կատարվում։ Ես սկսում եմ սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում։ Ես սկսում եմ սիրել նրանց, ովքեր ինձ ցավացնում են։ Ու այդ հրաշքա, որ մարդու կյանքում տեղի է ունենում։ Սա հրաշքա, որ մարդու ներսում տեղի է ունենում, սենց բան չի լինում, սենց բան լինում այն մարդկանց հետ, ովքեր Աստծո կյանքին հաղորդ են։ Իրանց ներսը փոխվում է։ Իրանք սկսում են սիրել են դեպքում, որ ուրիշները դեպքում չեն սիրում։ Եվ դրա համար վերջում ես ուզում եմ կարդամ Եբրայեցի 2 Պետրոս 1:3 խոսքը եւ կավարտեմ, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ։ Այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է, նրա գիտությունովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստմունքներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեջ ցանկություններից եղած ապականությունից հեռու փախչելով։ Եղբայրներ, քույրեր, իմ մարդկային էությունը կեղտոտ է։ Ինքը Ադամով եկած պիղծ է։ Մենակ Հիսուսն է լավը։ Մենակ Հիսուսի կյանքն է, որ լցվելով իմ մեջ իմ ներսը փոխվում է։ Մենակ Հիսուսն է բարի։ Մենակ Հիսուսն է սեր։ Ու երբ որ իր աստվածային էությունը իմ ես հաղորդ եմ լինում դրան, ես սկսում եմ իմ մեջից էդի արտահայտվել, ես էլի լավը չեմ դառնում։ Ուղղակի Հիսուսն է սկսում իմ մեջ երևալ, Տիրոջ անունը փառավորվի։ Մենք աղոթք ենք անում։ Քրիստոնեական աշխարհը միլիարդավոր մարդիկ բոլոր այս աղոթքը արած կլինեն։ Հայր մեր աղոթքի մեջ ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտականներին։ Սա մտածելու տեղ է, չէ՞ տալի։ Ոնց որ ես Աստծուն աղոթեմ եւ ասեմ Տեր, դու ինձ ների, ճիշտ նենց, ոնց որ ես եմ ներում։ Անձնաքննության գանք Տիրոջ առաջ։ Մեր սրտերը բերենք Տիրոջ առաջ։ Ինչ հոգու տեր եմ ես։ Ինչ էությամբ եմ ապրում ես։ Իմ կյանքի շատ պարագաներում, այստեղ, որտեղ ոչ մեկ չի տենում, այն խորքում, ինչ է կատարվում։ Սա է Աստված տենում։ Եվ սա ստեղ ինչ որ կատարվում է, դա է իմ չափման միավորը։ Թող Աստված օրհնի, որ երբ որ մենք կանգնենք իր առաջ, լսենք խոսքեր, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Որ մենք լսենք գովասանքի խոսքեր, որ մենք տեսնանք, որ մենք Հիսուսի արյունով մաքրված Աստծո կյանքին հաղորդ մարդ ենք ապրել երկրի վրա։ Ամեն։ Աղոթենք։